Սուրբ Հարության տոնից 40 օր հետո հինգշաբթի օրը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է։ Համբարձման տոնը եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության շրջանը։ Համբարձում նշանակում է բարձրացում։ Համբարձումը հարույցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու եւ հոր աջ կողմում նստելու հիշատակն է։ Համբարձման նախորդ օրը հարցներն ու աղջիկները 7 աղբյուրից ջուր ու դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ են տուն բերում։ Համբարձման օրը ժողովրդական խաղ ու սովորության վիճականության օր է։ Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է վիճակ կամ ջանգյուլում անվանումներով։ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիկ Մարիկերոցու բակում տոնը գեղեցկացրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ հայկական բարեգործական ընդհանուր միության վանադորի հայորդյալ տանսուհիները իրենց կատարումներով։ Նրանք ներկայացրեցին տոնը հայրաքրացիալ ժողովրդին։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեոր հույր Երևանական Ղազարյանը շնորհավորեց եւ իր օգնության խոսքը փոխանցեց ժողովրդին։ Կատարյալ է մեր ուրախությունը, քանզի մեր երկնավոր թագավորը, անմահ թագավորը իր աստվածային կահին բազմելով այլոց արդեն ամբողջությամբ իր կատարելությունն է կատարում, մեզ հետ դնելով մինչև աշխարհի վաղճանը։ Իր խոսքերի ամբողջությունն իր ավարտին հասավ եւ ամեն մեկի ուրախությունն այսօր ամբողջական է ու կատարյալ։ Մարդ սրտի ուրախություն է ունեցել եւ այն բերել է հրապարակ, հանել է սարերը, հանել իր կյանքի ուրախությունը, իր բերկրությունն է բերել, չի նայել իր ինչպեսի ապրելուն։ Տոնը իր ապրումի խնդությունն է ցույց տվել, իր տեսակն է ապահովել։ Եվ ահա այսօր մենք այդ տոնի խնդությամբ, տոնի ուրախությամբ այստեղ Նարեկացու հրապարակ ենք բերել եւ ուզում ենք, որ այդ ուրախությունը ամեն մեկի տան մեջ կատարյալ լինի։ Ձեր զավակների հետ միասին, ձեր օջախներում ամբողջական ու կատարյալ լինի ուրախությունը։ Խինդ ու ուրախությունն անպակաս մնա ձեր տներից։ Դիվան Գուգարած թեմի։